Պատերազմի Նիկոլ Փաշինյանն աշխատանքային շաբաթը մեկնարկում է ուղերձով, գլխավոր թեման խաղաղությունն է առանց ճակերտների։ Փաշինյանը Ընդդիմադիր հիմնական ուժերին պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում ու խոսում իրական խաղաղության մասին։ Պատերազմի եռագլուխ Քոչարյան Կարապետյան Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն, նաև 2018 թվականից առաջ։ Իհարկե սպնդումը ցինիկ սուտ է, հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր եւ 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության արդյունքում։ Հարյուրավոր զոհեր ու էականորեն ավելի մեծաթիվ վիրավորներ, դիպուկահարների մինի պատերազմ, ահա սա է Փաշինյանի խոսքերով ընդդիմադիրների պատկերացումը խաղաղության մասին։ Մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի եւ վիրավորների բացակայություն եւ խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։ Նախորդող շրջանում երբեք խաղաղություն չենք ունեցել ենք պատերազմի հետաձգում, վարչապետն արձանագրում է, այդ հետաձգումն իր գինն է ունեցել։ Պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ եւ տնտեսական զարգացմամբ։ Եվ նաեւ սա է պետք արձանագրել, որ նաեւ այդ վճարամիջոցը, պատկերավոր ասած, նույնիսկ այդ վճարամիջոցը եւ այդ վճարամիջոցը սպառվել է արդեն 2016 թվականին, երբ որ տեղի է ունեցել 4-օրյա պատերազմը եւ ոչ միայն տեղի ունեցել 4-օրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել է բոլորովին այլ տրամաբանություն, որը հոդս է ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Անկախության պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք խաղաղություն։ 2025 թվականը առաջին օրացույցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով չենք ունեցել զոհեր։ Պատկերացնում եք անկախությունից ի վեր 1991 թվականից ի վեր 2025 թվականը այդպիսի առաջին օրացույցային տարին է։ Իսկ գործնականում մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից, փետրվարից, այսինքն վերջին նման դեպքը արձանագրվել է 2024 թվականի տարվա սկզբին։ Եվս մեկ արձանագրում, թեև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը նախաստորագրված է եւ ոչ թե ստորագրված, իսկ Վաշինգտոնի հռչակագիրը ընդունված է, հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի։ 2024 թվականին ընդունված, ստորագրված եւ վավերացված երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որ երկու երկրների փոխվարչապետերը ստորագրեցին, ապա երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց, ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այս փաստաթղթում արձանագրված Ալմաթիի հռչակագիրը որպես երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք է։ Սա նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ խորհրդային Հայաստանը իր տարածքով նույնական է, անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է խորհրդային Հայաստանի հետ եւ անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը եւ սա ունի, ելի եմ ասում, երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Հետո Նիկոլ Փաշինյանը բացատրում է, թե ինչ է նշանակում պատերազմ։ Այս տրամաբանությունից
շեղվելը ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ եւ աներկբա նշանակում է պատերազմ սրանից բխող բոլոր հետևանքներով եւ ուրեմն մենք բազում զոհերի եւ զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության։ Ազատ ժողովրդավարական զարգացող բարեկեցիկ ինքնիշխան Հայաստանը պատերազմում ընկածների հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Խաղաղությունն այսօր արդեն հաստատված է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, թե ինչպես հղումը կատարում է սպասվելիք ընտրություններին։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով եւ այն իրականացնելով։ Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը, եւ այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ, որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը։ Փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ սիրում եմ բոլորիդ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։